Ախալքալաքի մունիցիպալիտետի Փակ Լողավազանում ավարտվել են նախատեսված վերանորոգման աշխատանքները, կատարվել են առաստաղի վերանորոգման, ներքին հարդարման և այլ աշխատանքներ։ Այժմ արդեն մեկ ամսից ավելի է, որ Լողավազանի աշխատանքային գրաֆիկի համաձայն կանոնավոր ընթանում է հաճախորդների ընդունելությունը։ Տենդերով եղավ հոկտեմբերի մեջ, սեպտեմբեր-հոկտեմբերի մեջ վերջացրել ենք, էլի։ Ինչ աշխատանքներ են կատարվել։ Ներսի հարդարումներն է, պատերը, ներգվածները, վենտիլյացիայի հարցը շատ լավ էր ստացվավ, հիմա արդեն ամենամատած առաջվա վրա շատ լավ է։ Հայմե աշխատանքների չկարդանան և են վերսկսվել աշխատանքները։ Աշխատանքը սկսել ենք փետրվարով ավելի կայուն ձևով, հունվարի կեսերով մինչև նոր դարեցեն հետև արդեն սկսվավ ժողովուրդը ցայրդերներ պատճառը ես քիչ-քիչ ժողովուրդը շատացան, արդեն նորմալ է։ Ոչ 100% անոց, այսինքն հաջողություններով բանը ստաբիլ չէ։ Ամիս կա նորմալ է, ամիս կա շատ քիչ չէ իսե ֆինանսի մեր բաները բան ինը չի որսենք խուսափի ժողովուրդը շատ էժան է։ Բասեինը լողանալու փոքրերունը 10 լարի է, ես գիտեմ դա 7 տարեկանից մինչև 13 տարեկանը 10 լարի է, այնտեղ քեշ մեկում չի նեղվի 10 լարի տալու համար, նույնը 20 լարի է 14 տարեկանից մինչև 19 տարեկանը, էլի 20 լարի հեշ մեր պետության մեջ, հեշ մեր քաղաքի մեջ չկա գանով բասեին լողավ աշխատի։ Ու 19 տարեկանից մինչև բարձերը արդեն 40 լարի է շաբաթական 3 անգամ։ Լողի մրցաշար ես իմ կազմակերպեմ միջի մեր ունեցած լողորդներով խմբերի միջև։ Իսկ մունիցիպալիտետը նույն ձևի ունի տարեկան 1 անգամ մրցում էլի եթե այսինքն հրավերք եղավ դուրսը կսպասենք այս տարի երևի էլի մրցումներ եթե եղավ հələ 5 տարի աշխատենք հələ չենք ունեցել հրավերքներ Եվ որ առաջ հաղորդեցենք եղավ նաև լողի ունեցել ենք հնարավորություն քննացել ենք Պարսկաստան համահայկական մրցումներում ունեցել ենք լողի 3-րդ տեղ Լողավազանում գործում է նաև ֆիթնես սրահը։ Ցանկացողները կարող են ցուցակագրվել և շաբաթը 3 անգամ օգտվել նաև ֆիթնես ծառայությունից, որը համալրված է անհրաժեշտ մարզագույքով։ Արդեն ես 2 տարի կաշխատեմ, բայց ընդից առաջ կար, ուղղակի մասնագետ չկար, չէր աշխատի։ Նայած, մարդկա քուքա իր հաճույքի համար, մարդկա պրոբլեմներ ունի, բժշկի խորհրդով ինքը եկել է քուքա ինչ-որ պրոբլեմներ ունի, հատուկ վարժությունները, հատուկ տրենաժորներով, ամեն բանով չի օգտվի ինքը։ Նայած ողնաշարի, գրիժաների, օստրոխանդրոզ, մեգանների, տարբեր, թևերի, մեջքի, ես եմ, նայած։ Իսկ ինչ տարիքի մարդկանց կան։ Կապ չունի, տարիքային սահմանափակում չկա։ Հաճախորդը 25 լարի է, շաբաթը 3 անգամ։ Շարունականը պիտի էլի միշտ, եթե հաճախեք ուրեմն պիտի քա, մի ամսով քալով ինքը հեչ մե ոչ բժշկական տեսանկյունից, ոչ իր տեսքի համար արդյունք չի ստանա։ Եթե ինքը պիտի քա, ուրեմն պիտի քա գոնե 3 ամսից շատ, 3 ամիսն է քիչ է։ Ախալքալաքի Փակ Լողավազան հաճախելու կանոնակարգին ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, անհրաժեշտ է նախօրոք սեփական առողջության մասին համապատասխան տեղեկանք ներկայացնել Լողավազանի տնօրենությանը։ Լողավազան այցելող բոլոր անձինք ամեն օր բուժքրոջ կողմից ստուգվում են, նոր օգտվում Լողավազանից։ Ընդհանրապես մեր ընդունման կարգը ամեն մի հաճախորդի մենք ուղարկում ենք բժշկական ստուգման, որովհետեւ մեզ բերեն սպրավկա։ Առաջի ուշադրությունը մենք դարձնում ենք երեխաների մոտ ջիջվային վարակի համար, որը շատ է տարածված մեր շրջանում իհարկե, ասկարիտ, աստրիցա, իհարկե, եթե երեխաների մոտ հայտնաբերվում է, բժիշկը բուժում, մինչև ստանում ենք մենք պատասխանում, որ երեխան ջիջու չունի,
հետո նոր մենք ընդունում ենք մեր մոտ։ Իսկ եթե երեխան ունի, պարզապես ինքը բուժվում է բժշկի կրկնակի ստուգումից հետո նոր գալիս է մեր մոտ։ Մեր մոտ էլ ես ամեն անգամ ամեն մի երեխայի ամեն մի հաճախորդի իհարկե ես ինքս կստուգեմ, դե բարձ է արտաքինով, թե ինչ կա, թե երեխան ինքը ունի պրոբլեմ, ուրեմն բժշկի ինքը չի թույլատրել լողի հաճախելու։ Ջրի մաքրումն է հիմնականում ինքը ֆիլտրների վրա է աշխատում, ջուրը մաքուր է, խլորային մաքրությունը կա, մենք ունենք մինի լաբորատորիա, որով ստուգվում է ջրի խլորի քանակը, մաքրությունը, դե բարձ է դուք տեսնում եք հիգիենայի վիճակը, այստեղ հնարավոր չէ, որ հիգիենան չպաշտպանվի, որովհետև երեխաները գալիս են փոքր տարիքին, բոբիկ են վազվզում հենց բասեինի շուրջը, դա արդեն եթե մաքրություն չլինի, երեխան ինստինկտիվ կարող է եւ ամեն ձևի վարակ գտնել բասեինից։ Գիտեք ինչ, չի եղել այդպես դեպք, որ բասեին հաճախելուց հիմնականում բժշկից հետո են գալիս, բայց պատահել է դեպք, որ հենց երեխու մոտ ես նկատել եմ, անգամ հենց առաջի գալուց, անգամ բժշկի չուղարկած, հենց եկել է մեր մոտ ուզեցել է գրանցվել, այդ երեխու մոտ հիմնականում շատ է նկատվել, ասենք թե աչքի բորբոքային process, որը որ արտաքինից իհարկե երևում է։ Այդ երեխաներն ինստինկտիվ կուղարկենք հետ ու ինքը հիմնական բուժումը կստանա բժիշկների մոտ։ Լիարժեք բուժվելուց հետո հաճախում է մեր մոտ։ Դե եթե ֆիթնեսի հաճախորդները հիմնականում բժշկական ցուցումով են կամ հենց այնպես ուզում են զբաղվել ֆիթնեսով, եթե հարցեր լինում են, մենք օգնում ենք, եթե ոչ, իրանք զբաղվում, բարաբում գնում են։ Աշխատանքային process-ը մեր կարելի է գնահատել գերազանց, որովհետև շատ հաճելի է, այս ծմերվա պայմաններում տաք է, երեխաները շատ ուրախ, սիրով չի եղել երեխա, որ մեր մոտ չուզե անգամ գալ լողի։ Մի անգամ հաճախելուց հետո այդ երեխաները հետ չեն գա։ Հիմնականում հաճախորդները շատ են տղաները ծմերվա սեզոնին, ամառվա սեզոնին արդեն աղջիկներն են շատանում, տաք սեզոնին, դե բարձ է աղջիկներում։ Կանայք են հաճախում, այո, շատ սիրով։